And that is one bit of prognosticating that actually came true. The sun is up. And I know everybody had a long night. Գիտեմ բոլորդ երկար գիշեր եք ունեցել։ Ես նույնպես։ Առավոտյան մոտավորապես ժամը 3:30-ին զրուցել եմ նախագահի պաշտոնումը տրված Դոնալդ Թրամփի հետ, շնորհավորել նրան եւ հրավիրել Սպիտակ տուն զրուցելու իշխանության հաջող փոխանցման մասին։ Ակնհայտ է, որ ընտրված նախագահը եւ ես սկզբունքային տարբերություններ ունենք, բայց հիշեք 8 տարի առաջ նախագահ Բուշը եւ ես եւս ունեինք շատ էական տարբերություններ։ Ես կարգադրել եմ իմ թիմին հետևելու նախագահ Բուշի թիմի օրինակին, իշխանության փոխանցումը սահուն կազմակերպելու համար։ Իշխանության խաղաղ փոխանցումը մեր ժողովրդավարության բնորոշ հատկանիշներից է եւ մոտակա ամիսներին մենք դա ցույց կտանք աշխարհին։ Ես հնարավորություն եմ ունեցել նաեւ խոսել նախագահի տեխնացու Հիլարի Քլինտոնի հետ եւ մի փոքր առաջ լսել նրա ելույթը։ Նրա տեխնացությունը եւ քարոզարշավը պատմական էր եւ կոչ էր մեր դստրերին, որ նրանք քաղաքականության մեջ կարող են բարձր նվաճումների հասնել։ Եվ ես վստահ եմ, որ նա եւ նախագահ Քլինտոնը կշարունակեն իրենց կարևոր գործը այստեղ եւ ամբողջ աշխարհում։ Ընտրություններից մեկ օր անց պետք է հիշենք, որ բոլորս էլ մեկ թիմի մաս ենք կազմում եւ չկա հանրապետականի կամ դեմոկրատի առաջնահերթություն։ Մենք նախ եւ առաջ ամերիկացի ենք եւ հայրենասեր։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք լավագույնը մեր երկրի համար։ Սա է, որ ես հասկացա պարոն Թրամփի ուղերձից եւ սա է, որ լսեցի իրենից, երբ խոսեցի նրա հետ։ Մեր երկրին անհրաժեշտ է միասնություն, միմյանց նկատմամբ հարգանք, օրինականություն, հարգանք մեր երկրի հիմք հանդիսացող կառույցների նկատմամբ։ Ես հույս ունեմ նա կպահպանի այդ ոգին այս անցման փուլում եւ նույն կերպ կսկսի իր նախագահությունը։ Ես հաջորդ նախագահին եմ փոխանցում ավելի ուժեղ եւ հզոր երկիր, իսկ հաղթանակն ու պարտությունը միշտ եղել է մեր առաքելությունը։ Մենք պետք է շարունակենք առաջընթացի մեր ճանապարհը։ Անշուշտ սա երկար եւ բարդ ընտրարշավ էր։ Շատ ամերիկացիներ արդյունքներից գոհ են, շատերը հիասթափված։ Սակայն ես ուզում եմ դիմել երիտասարդներին, ովքեր առաջին քայլերն են անում քաղաքականության մեջ, չընկճվել եւ չտրվել ցինիզմին։ Երբեք չկարծեք, որ չեք կարող կերտել ձեր կյանքը եւ փոխել աշխարհը դեպի լավը։ Ճանապարհը միշտ հարթ չէ, առավել եւս հեշտ չէ նաեւ արժանապատվորեն պարտվելը։ Մենք բոլորս առաջ ենք շարժվում ունենալով մեր քաղաքացիների հավատը, իսկ այդ հավատը շատ կարևոր է իրական եւ գործող ժողովրդավարության համար։